Սիրելիներս, հիշում եք են փեդի քարոզեն, որ փեդ պիտի գցեն կրակի մեջ, որ կրակը չմարի, բոցավառվի։ Հալելույա, ով է դրանից հետո փեդեր գցե կրակի մեջ։ Եվ ով ազգացե, որ այդ կրակի մեջ փեդ գցելուց հետո ողանակ ամեն ինչ մի քիչ ավելի լավ անա, դժվարությունները ավելի են շատանում։ Հալելույա, ուրեմն սաղ ճիշտ ձևով անդանում, ժողովուրդ, փառք Տիրոջը։ Այսօրվա քարոզի վերնագիրը այսպես եմ կոչել սիրելիներս, սպանողից միջև Աստված։ Հիմա կասես, այս ինչ գեղարվեստական քարոզի վերնագիրա, սպանողից միջև Աստված։ Կփորձենք այսօր հասկանալ սիրելիներս ու հենց առաջի երկու աստվածաշնչային խոսքերը կրկնություն են այդ քարոզից, որ խոսեցինք սրանից մի քանի շաբաթ առաջ, այդ կրակի մեջ փեդ գցելու քարոզը։ Ուրեմն Հռոմացիներ 12:11 հիշում ենք դեռ բոլորս ինչա գրած գրված է ջանասիրության մեջ մի ծուլացեք, հոգով ջերմերանդ եղեք, Տիրոջը ծառայեք։ Ու այդ բառը հոգով ջերմերանդ եղեք կարելի է նաև թարգմանել բոցավառվեք հոգով։ Բոցավառվեք հոգով։ Հիմա սենց հարցը առաջանում սիրելիներս։ Ու այս հարցի պատասխանը որ պիտի փորձենք քարոզի միջոցով հասկանանք։ Ինչու է դժոխքը փոթորկվում, երբ մեր հոգին բոցավառված է Սուրբ Հոգով։ Խիա որ հենց սկսում եմ իմ կրակը բոցավառել, իմ մեջի հոգին սկսում է կանգնել հավատքով, սկսում են դժվարությունները, սկսում են փոթորիկները, սկսում է դժոխքի կողմից եկած բոլոր տեսակի հարձակումները։ Խի, այ մարդ, խի։ Գործ առաքելոց 28:3 Երբ Պողոսը շատ չոր փայտեր էր հավաքել եւ կրակի վրա էր դնում, ու այն վաղ այստեղ տորմուս տվեցինք, շարունակեցինք այս խոսքը։ Հիմա շարունակում ենք։ Տաքությունից մի իշ օծ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։ Սիրելիս, երբ որ բոցավառված ես, չի նշանակում, որ սատանեն չկա այս պահին քո կյանքում։ Ուղղակի քո կյանքի մի ուգլում սենց իր համար սուսուփուզ նստած է, որտեվ գոլ վիճակ է մոտդ։ Այն ամենասիրած վիճակը, որ իրան դու հետաքրքրում ես։ Բայց հենց մի քիչ կրակը վառում ես։ Հենց մի քիչ այդ հոգին սկսում է մեջդ բոցավառվել։ Տաքությունից էլ չի կարա ինքը մնա իր տեղում։ Ինքը ստինքյան պիտի դուրս գա, պիտի իրան ցույց տա ու պիտի կծի։ Երբ որ Պողոս ասում է փայտերը գցում էր կրակի մեջ, տաքությունից ասում է իժը դուրս եկավ։ Սիրելիս, այսինքն, երբ որ դու քո կյանքում որոշում ես կայացնում, որ ուզում ես Քրիստոսի կամքով ապրես, ուզում ես Աստծո խոսքի իշխի քո մեջ, ուզում ես այդ Աստծո խոսքով առաջնորդվես, այդ ժամանակ երբ որ բոցավառվում ես, օձերը տաքությունից հելնում են ջրի երես ու շատ ժամանակ կծում են։ Գործ առաքելոց 28:4 Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողոնին, միմյանց ասացին. այս մարդը հաստատ մարդասպան է։ Որ ծովից փրկվեց, հիշում եք, չէ՞ ինչ էր պատահե, որ նավը կործանվեց, ընկան ջուրը լողալով եկան այդ ափը։ Ասում է հազիվ դրանից փրկվեցին, հələ չփրկված։ Ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի։ Ասում է հələ չոր, թաց ջրից նորա հելե։ Յանին փրկվեց, բայց օձը նորից եկավ գծեց։ Այ մարդը ինչ մարդասպան է էսի։ Այս արդարությունը էս ոնց է սրան հիմա ուզում սպանած լինի անպայման։ Գիտես շատ ժամանակ երբ որ հոգով բոցավառված ես լինում սիրելիս ու քո կյանքում սկսում են իրադարձություններ կատարվել, կողքի մարդիկ շատ ժամանակ սկսում են կարծիքներ հայտնել ու իրանց կարծիքն է որ այ մարդ էս ինչ մարդասպան է էսի, էս ինչ մեղավորն է էսի, որ դժոխքը հել է կռիվա տալի դեմը։ Սիրելիս, սենց մի բան եմ պատրաստել ու կարելի է երկու գրուպայի բաժանել։ Կան արտաքինի հանգամանքներ եւ կան ներքին հանգամանքներ։ Մենք տեսանք արտաքինի հանգամանքը օծի միջոցով ոնց եկավ ու կծեց։ Եվ տեսում ենք ներքին հանգամանքներ, որ ժողովուրդը
սկսում է կարծիքներ հայտնել, մտածել։ Օծը կարաս պատկերացրես քո կյանքում հանկարծակի խնդիրներ, չգիտեմ, վթարներ, կոնֆլիկտներ, մարդահրավերներ, հիվանդություններ, ֆինանսական խնդիրներ, երեխեն ինչ որ մի հատ լուրջ իրավիճակի մեջ հանդիպում, չգիտեմ, ինչ որ տեսակի sense արտաքինի հանգամանքներ, որ պատահում են, շատ հանկարծակի։ Օծը գծում է, բայց միևնույն ժամանակ ներքից են բաներ տեղի ունենում։ Ձայներ ես լսում, սիրելիներս, սկսում են կարծիքներ, վախեր են առաջանում, մեղավորության զգացմունքներ են առաջանում իգուցե մեջդ։ Այն մարդ լավ, ես ինչ մեղքի մեջ եմ, որ sense բաները իմ հետ կատարվում էս պահին։ Սկսում են միտքդ քեզ սկսում է ներսից քեզ ուտել, տանջել, ասում ես ինչ է կատարվում։ Հələ մի խնդիրը չպրծած է մյուսն է առաջանում քո կյանքում, ասում ես լավ, ես ինչ է կատարվում։ Ինքդ քեզ ես միգուցե սկսում այդ պահին դատապարտել։ Սկսում ես մի դևից են մյուս դևը մեջից բանանել, դուրս հրավիրել։ Չհրավիրած արդեն նորից դուրս չհրավիրած յուրիշ խնդիր է մի հատ նորից առաջանում։ Մտքեր են առաջանում մեջդ, քեզ ոչ մեկ չի սիրում, քեզ ոչ մեկ չի հարգում։ Ամեն տեսակի բաներ են առաջանում այդ պահին քո մեջ։ Ինչից առաջացավ։ Փայտեր էր ուղարկի գցե, որ կրակը չմարի։ Կրակը չմարելու համար փայտերը գցելուց հետո սկսում են օծերը գցել, մտքերը առաջանալ, չգիտեմ ինչ ասես մեջդ կատարվում է։ Ներքին եւ արտաքինի հանգամանքներ են առաջանում։ Սիրելիներս, այդ ժամանակը, որ սատանեն ամեն կերպով ուզում է քեզ խափած լինի, այդ ժամանակը, որ սատանեն ամեն կերպով քեզ ուզում է այդ կրակից հետ պահի, ասի քեզ պետք էր այդ փեդը գցեցի նորից կրակը բոցավառիր։ Ատո քեզ պետք էր թողեր այդ գոլ վիճակով, ես իմ տեղը անտեր մնաց դու էլ այտենց գոլ վիճակով ինչը տեր խանգարվում։ Ինչ տեր խանգարում է քո համար ամեն կիրակ Հիսուս սուփուս գալիս է մի երկու հատ երկ հալելույա երգը մեր այդ մեր կուտ քեզ ինչ էր պետք է աղոթքներն ու ծոմապահությունները։ Աքեզ ինչ է պետք է գիրքը սկսել ես, բացել ես, սկսում ես կարդալը օրվա քո խնդիրների մեջ սկսում ես այդ խոսքը հրճակել, այն չի տեր պետք։ Հովհաննես 8:44 նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետեւ ստախոս է եւ կեղծիքի հայրը։ Սիրելիս ամեն կերպ այդ ժամանակ ինքը փորձելու է քեզ խափի, ամեն ժամանակ մտքերիդ մեջ ուզելու է քեզ նորից իջացնի այն վայրը, որտեղից կանգնել էր եւ որոշում էր կայացրել։ Միգուցե սրանից այդքանի շաբաթ առաջ, երբ որ այդ քարոզից հետո կայինիր ու որոշում կայացրիր, այո, ես այդ թվում եմ փայտերը փնտրեմ, անձրևի տակ բերեմ, գցեմ, այնքան գցեմ, մինչև բոցավառվի մեջի կրակը նորից։ Ու այդ որոշումը կայացելուց հետո նորից եկել է, նորից ականջի տակ նստել է, նորից փսփսում է, նորից փորձում է ամեն ձևով քեզ խափի, ասի մի արա, պետք չի այդ քեզ։ Բայց ես մի հայտարարություն եմ ուզում անեմ սիրելիներս եւ առաջին կետն է սա, խնդիրը կատվածահար անել հաստատակամությամբ։ Տեսենք Պողոսը ինչ է անում, Գործ առաքելոց 28-5 ասում է Պողոսը Սողոնին կրակի մեջ թափ տվեց ու իրեն ոչ մի վատ բան չպատահեց։ Ինչ է կարծում, Պողոսը ժամանակ չէր կարա թողեր այդ անձրևի տակ կրակը նորից մարեր ասեր, այն մարդ ինչ պետք կսեր։ Կրակեր չէր մարում, սատանեն էլ իր տեղը լրված էր, էլի ինչի՞ս էր պետք։ Կրակը բոցավառեցի, տաքությունից նոր իրան սկսեց արտահայտել։ Այն մարդ ինչ պետք էր էս Քրիստոսի այս ճանապարհը, սուսուփուսի մար ապրում է, էլի ինչ եկել եմ փոխանակ, կյանքս նորից փոխվի, խնդիրներս ավելի է ավալանում, էս ինչ բան այն մարդ։ Սիրելիներս, այստեղը որ 99%-ը սխալ որոշում են կայացնում։ Որոշումը կայացրեցին, փետը գցեցին, կրակը բոցավառվեց, երբ որ օծերը սկսեցին իրանց հայտնելը, այդ ժամանակ շատերը փոխանակել ավելի կրակը վառեն, կրակն են հագցնում, գոլանում են նորից ընկնում են վնուշկեքի մեջ, նորից սկսում են այն հին մտքերը, ես ինչ վատն եմ, ես ինչ մեղավոր եմ, ես չեմ կարող, վայ ես խնդիրը, վայ են խնդիրը, վայ ես հոգսը, վայ են հոգսը։ Սիրելիս, այդ ժամանակ է, որ շատերս հետ են կանգնում
ու նորից անցնում ենք մեր հին սովորություններին, թողում ենք, որ սատանան գերիշխի մեր մտքերը, մեր որոշումները, որ բուկվալ 2 շաբաթ առաջ ենք կայացրել, որ չէ, կրակը չենք թողելու էր մարի։ Սերներս այդ process-ի ժամանակը, երբ որ դու քո կրակը ուզում ես բոցավառես այդ ժամանակը, որ ինքը արտահայտվելու է, ու ամեն կերպ փորձելու է քեզ համոզի, որ տղա ջան, աղջիկ ջան, ճիշտը կլինի, որ այդ կրակը նորից դադարեցնես, ամեն մեկը սետանք սուսուփուզ մեր տեղը, ոչ կծել կլինի, ոչ էլ դատապարտության մտքեր կլինի, ոչ չի բան, ամեն ինչ կդզվի։ Բայց Պողոսը ասում է վեկալավ, գցեց կրակը։ Սիրելիս երկրորդ հայտարարությունը՝ մի հանգցրու քո հոգևոր կրակը, նույնիսկ եթե խնդիր է գալիս, այլ նետիր օծին կրակի մեջ։ Այդ պահին այդ միտքդ էլ վեկալ գցի այդ կրակը։ Այդ պահին այդ արտակինի այդ հանգամանքներդ էլ վեկալ գցի Տիրոջ կրակը։ Ասա դու ինչ չես կարողանալու ծնկի բերես։ Միակը, որի առաջ ես ինքնակամ եմ ծնկի գալի, այդ իմ բարձրյալ Հիսուս Քրիստոսն է։ Սիրելիս Պողոսի նման վեկալ այդ օծը ու գցի կրակը։ Հակոբոս 4:7 այս երևույթը այսպես է նկարագրում. Արդ հնազանդվեք Աստծուն, դիմադրեք սատանային ու նա ձեզանից կփախչի։ Սիրելիս այստեղ ենք շատ ժամանակ կուլ գնում, այստեղ ենք շատ ժամանակ խափնվում, որ մտածում ենք, որ երբ որ սատանայական հարցակումները մեր կյանքում սկսում են, որ պիտի ուղղակի sense ինքնս ինքան Աստված մեզ պաշտպանի, ոչ, Աստված քեզ լիովին իշխանությունը տվե հակառակվելու սատանային սիրելիս։ Հակիր սպառազինությունը Աստծու եւ կանգնի եւ կռիվ տուր։ Հակառակվի այդ բոլոր դատապարտական մտքերին ու Աստծու խոսքը հրճագի այդ իրավիճակների մեջ։ Սերներս այս ամեն ինչը պահանջում է դիսցիպլինա, այս ամեն ինչը պահանջում է Selbstbeherrschung, ինքնակառավարում, միջև վերջ։ Իսկ եթե թուլանում ես այդ ժամանակ, ուրեմն իմացի, որ կրակդ էլ ավելի պիտի բոցավառես։ Վեկալ խնդիրներդ ու նետիր կրակի մեջ, դու պիտի սատանային դիմադրես, սիրելիս Աստված չի քո տեղը դիմադրողը։ Դու ես այս աշխարհի վրա նրան թուլացնողը, նրա գլխին կայնողը դու ես, սիրելիս։ Նա ասեց, ես տալիս եմ ձեզ իշխանություն օծերի եւ կարիճների վրա կանգնելու։ Հալելույա։ Գործ առաքելոց 28:6 Իսկ նրանք սպասում էին, որ նա կորչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Արա էս ինչ վիճակ է սրա կյանքը, այ մարդ, էս սրանից էլ ողորմելի վիճակ, բայց էս սորո եկուձա։ Սյո վաղ ընկնելու է։ Էլ չի ձգելու, չի կարողանալու։ Սպասում են։ Թե այդ հոգևոր դաշտում գտնվող այդ չար ոգիները, թե միգուցե շրջապատի մարդիկ, միգուցե քո ամենահարազատ մարդը, միգուցե ինքն կնիկ է, որ ասեց ինչ չես Աստծու այդ արդարությունը պահի, Աստծուն հայոյիր անիծի մեռի պրծի։ Սա կասենելի կնգանքը պավեսի։ Սիրելիներս, կապ չունի կին թե տղամարդ, Աստված, ասում եմ Աստված, սատանան շատ ժամանակ ամեն մեկին երեխուտ բերանով էլ կարող է այդ պահին փորձի։ Սպասում են, ինչա կատարվելու է սա հետդ։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին։ Եվ ասացին. Սա մի Աստված է։ Ճոգիկ, չէ, մարդասպանից դառավ Աստված։ Շեներ շատ ժամանակ քո կյանքում էլ է տենց։ Երբ որ դիմադրում ես, երբ որ սատանային հակառակ ես կայնում, մեկ էլ տեսար, որ այն ամենավերջին խոսքերով դատապարտողները դառնում են քո ամենամեծ բալեշիկները, սիրելիս։ Սկսում են քեզ երկրպագել, սկսում են քեզ բարձրացնել, ասում են վայ քո Աստվածը, վայ քո զորությունը, վայ քո չգիտեմ սիրուն աշկերը, բարձրացնում են քեզ։ Եվ ուզում եմ հաջորդ հայտարարությունը, ոչ միայն մերժիր թույնը,
այլև անձի փառաբանումը։ Սիրելիս, Պողոսը ոչ թե մերժեց այդ պահին օծի գցած թույնը, այլ նաև մերժեց հետո փառաբանումը։ Ինչ արեց Պողոսը, սիրելիս։ Միջև այդ կուզեմ առակներ 27-21-ը կարդալ, ասում է, հալուց արծաթին իսկ Խորանը ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։ Են որ կայնում են ու սկսում են քեզ մեծարել, ես ինչ լավ երգչուհի ես, ես ինչ լավ քարոզիչ ես, ես ինչ ուժեղ խոսքեր ես ասում, ես ինչ ուժեղ բաներ ես անում։ Են որ դու ես մեծարվում արդեն, ասեն Աստված չի մեծարվում, սիրելիներս։ Տենց բաներով ասում է դու ես փորձվում, ես եմ փորձվում։ Հաջորդ հարցարարությունը Մարդիկ նրան սկզբում անվանեցին մարդասպան, հետո Աստված։ Երկու հայտարարություններն էլ սխալ էին։ Եվ հասկանալով, որ սխալ էին, հաջորդ արտահայտությունը մի սահմանիր քեզ ոչ գովասանքով, ոչ էլ քննադատությամբ, որովհետև ով ապրում է գովասանքով, մահանում է քննադատությունից։ Խորն ես, նորից կարդանք։ Մի սահմանիր քեզ ոչ գովասանքով, ոչ էլ քննադատությամբ, որովհետև ով ապրում է գովասանքով, մահանում է քննադատությունից։ Սիրելիս, եթե քո ուշք ու միտքը միայն քեզ գովաբանությունն է, որ մի հատ քաղցր խոսք լսես, որ մի հատ մարդու աչքի առաջ ընկնես, ուրեմն, եթե դրանով ես դու ապրում, վաղը չի մյուսերը ուրիշի քննադատությունից մեռնելու ես, ընկնելու ես, նորից վնուշկեքի մեջ ես ընկնելու, նորից մտքերը սկսելու են քեզ տանջել, նորից ասելու են, որ ինչ վատն ես, քեզ ոչ մեկ չի սիրում, քեզ ոչ մեկ չի հասկանում, քո ընտանիքում քեզ չեն հարգում, քո ծնողները քեզ չեն հասկանում, քո երեխաները քեզ չեն հասկանում։ Սիրելի մի ապրի ոչ ուրիշի գովասանքով, ոչ էլ ուրիշի քննադատությամբ։ Պողոս այս պրինցիպը հասկացել էր։ Մարդասպանից սարքեցին Աստված։ Ոչ նրա մի բանի տեղ դրեց, ոչ էլ նրան։ Ոչ այդ մարդասպանության մտքերին կամ արտահայտություններին ինչ որ տեսակի ինքը ռեպլիկա ցուցաբերեց, ոչ էլ երբ որ սարքեցին Աստված։ Ստեղից մտավ, ստեղից նորից հելավ։ Հիմա բայց մի հատ գլխավոր հարց է առաջանում, սիրելիներս։ Չեմ մոռացել, որ սկզբում հարց տվեցինք, ուզում ենք այդ հարցի պատասխանը ստանանք։ Ինչու պիտի անցնեմ այս ամենի միջով։ Լավ, Տեր ջան, որոշում եմ կայացրել, հանձնվել եմ քեզ, ուզում եմ, որ քեզ փառաբանեմ իմ կյանքով, ուզում եմ, որ դու ինձ օգտագործես, լավ, խի պիտի այս դժվարությունների միջոցով անցնեմ։ Լավ, հերիք չի։ Էй ժողովուրդ ջան, Հիսուսը Սուրբ Հոգով մկրտվեց, հաջորդ քայլը այն էր, որ ուղարկվեց անապատ փորձվելու 40 օր ծոմապահության մեջ։ Ու հալելույա։ Ինչերի միջոցով փորձվեց։ Հաց սարքի կեր։ Էй Աստծո խոսքում գրած է, որ սենց կլինի, եթե տաճարից քեզ գցես կբռնեն քեզ։ Ասում ծնկի արի իմ առաջ, ես սաղ քեզ եմ տալու։ Են կուզած են գովասանքները, են կուզած են փառքը սաղ տալիս եմ քեզ։ Սաղ կդնեմ դեմդ։ Ասում է գերված է։ Սիրելիս, այդ փորձությունների ժամանակ միայն գրվածն է քեզ հանելու այդ իրավիճակից։ Ոչ մամատ, ոչ պապատ, ոչ երեխատ, ոչ հովիվդ, ոչ գորը, ոչ մեկ։ Խոսքն է քեզ ամեն փորձությունից հանելու։ Քո քույրը, քո եղբայրը կարա քեզ աջակցի այդ ընթացք, կարա աղոթքներով քեզ օգնի, կարա կողք կտկանի, կարա քեզ քաջալերի, բայց սիրելիս, եթե դու ինքդ որոշում չես կայացնում այդ խոսքը կիրառելու քո կյանքում եւ այդ խոսքով կանգնելու ու այդ փորձության ժամանակ, երբ որ կրակը բոցավառվում է, օծերը սկսում են կծելը վեկալես ու խոսքով ասես։
ինձ իշխանություն է տված քո գլխի վրով քայլելու եւ մահադեղել խմեմ ինձ բան չի պատահելու։ Հալելույա։ Խիպ դիանցնենք այս ամենի միջով։ Դատավորներ 3:1-2։ Իսրայելի ժողովուրդը արդեն Քանանի երկրում էր գտնվում եւ մի նոր գեներացիա, որ միջև այդ ոչ պատերազմ են տեսել, ոչ մի դժվարություն։ Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն ամենքին, որոնք չգիտեին կանանացիների բոլոր պատերազմների մասին, միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիներին, սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեին։ 6 ազգ, մի անգլի չեմ կարա սաղին ասեմ, բայց 6 ազգ թողեց այդ տեղը, որտեղ այդ երկիրը թողել էր ժողովրդի Իսրայելի ժողովրդի համար պատրաստել։ Ասում եմ, այդ ազգերին ես sense կողք չեմ բանան մեռացնում, թողելու եմ, որ դրանց դեմ պատերազմեք ու այդ պատերազմների միջոցով ձեզ փորձեմ ու սովորեցնեմ ինչ է նշանակում պատերազմելը, սիրելիներս։ Մանավանդ այն երիտասարդների համար, որ ասում են բացարձակ պատերազմի փորձ չունեն։ Սիրելիս, ստեղ արդեն բոլոր հոգևոր աչքերը, ականջները պետք է բացվեն արդեն։ Աստված է այդ ամեն ինչ ուղարկում քո կյանք, որ քեզ պատերազմել սովորացնի։ Լացելը լավ գիտես, հոգսանելը լավ գիտես, ընկճվելը ընտիր գիտես, գերազանց ես այդ ամեն ինչի մեջ, բայց պատերազմել պետք է սովորեցնի քեզ։ Հաջորդ հայտարարությունը Աստված օգտագործում է մարտահրավերները մեզ հոգևոր պատերազմի մեջ սովորեցնելու եւ փորձելու համար։ Սիրելի ցանկացած ուսում մի ձևով պարունակված, որ սկզբուց սովորում ես, բայց գալիս է մի օր, որ այդ բոլոր գիտելիքները պետք է ապացուցես։ Պետք է ցույց տաս ինչքանով ես այդ ամեն ինչը կիրառել քո կյանքում։ Նույն կերպ Աստված այդ բոլոր այդ կրակը, որ բոցավառում ենք մեր կյանքում, այդ բոլոր խոսքերը, որ առնում ենք մեր մեջ, այդ բոլոր աղոթքներն ու ծոմապահությունները գալիս է մի օր, որ Աստված փորձի է առաջացնում քո մոտ։ Փորձաբերում, որպեսզի տեսնի ինչքանով ես հասկացել այդ ամենը։ Իսկ եթե չես հասկացել, եթե այդ բոլոր այդ ազգերի մեջին հələ կռիվ տալ չես սովորել, ուրեմն վաղը չէ մյուս օրը նույն վիճակով ես անցնելու, նույն պատերազմը կրկնվելու է։ Այս մի խնդիրը միգուցե բրծավ այն մյուսն նորից նույն բնակավարում սկսելու։ Սիրելիս, այնքան ժամանակ միջև ինքդ հասկանաս, որ էդի Աստծո կողմից ուղարկված է ու քիչ թե շատ չսկսես ինքդ քեզ դատապարտելը։ Այլ հասկանաս, որ պետք է կռիվ տաս հիմա, որ այսօն օրն է, այսեն ժամն է, որ պետք է կանգնես Աստծո խոսքով։ Պետք է ասես, որ ես պատերազմելու եմ եւ ես հաղթանակով դուրս եմ գալու այս ամեն ինչից, որովհետեւ հաղթանակը Քրիստոսը արդեն ասում է, մերն է, սիրելիներս, ես հաղթեցի։ Հալելույա։ Եփեսացիներ 6:12, եթե 5 կտակարանում այդ պատերազմները ֆիզիկական դաշտում էր գործում, սիրելիներս, ապա Քրիստոսից հետո Աստծո թագավորության սկզբունքները հասկանալուց հետո մի բան հասկացանք, որ մեր պատերազմը ըստ Եբրայեցիներ 6:12-ին արյան եւ մարմենի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Սիրելիս, այդ ոգիները երբ որ տենում են քո կրակը, գալիս են բանակով հավաքվում են եւ դու պետք է ամբողջ Աստծո սպառազինությունը հագնես, Աստծո խոսքի իբրև թուր վեկալես, սուր ու սկսես պատերազմել։ Պետք է սովորես այդ ընթացքներում պատերազմելը, ոչ թե ընկճվելը, ոչ թե լացելը, ոչ թե ինքդ քեզ անընդհատ ասել ես ինչ մեղք ես դու, ոչ մեկ քեզ չի հասկանում, ոչ մեկ քեզ չի օգնում, սիրելիս, հերիքա ինքնա գծնդինց ոնց էին ասում հայրենայ մարդ, հա? Ինքնախղճահարությունով կուրքերից սկսես երկրպագել։ Այդ կռապաշտությունը ես ուզում ասել, էդի կռապաշտությունը, սիրելիս, ինքնախղճմտանքը կռապաշտությունը, սիրելիս, այդ դու քեզ ինչ ես կարծում, որ ով ես, որ պետք է մի հատ քեզ բանի տեղ դնեն։
ով էինք մենք։ Ասում է դեռ դուք մեղավոր, Աստված սիրեց ու ողորմեց։ Սիրուն աշկերիդ համար չողորմեց, սիրելիս։ Մենք մեզանից բան չենք ներկայացնում։ Գիտես, որ այդ ամենամեծ հպարտությունն է, որ դու մտածում ես, որ քեզ պիտի բանի տեղ դրած լինեն։ Գիտես, որ ուրեմն դու հպարտության խնդիր ունես, սիրելիս։ Գիտես, որ դու հենց նեղանում ես մարդկանցից, ուրեմն դու հպարտության մեծ խնդիր ունես։ Գիտես, որ այսօր եթե քո քրոջ կամ քո եղբոր հետ ինչ որ մի բան այն չի, ուրեմն երկուսդ էլ ինչ որ մի բան խնդիր կա։ Խոսացեք, սիրելիս, խոսացեք իրար հետ։ Մեկ թողի, որ այդ օծերը կծեն։ Ու գիտեք չէ, այդ օծերը շատ ժամանակ մեր բերանով են սկսում կծելը։ Սիրելիս, եկեք հագնենք Աստծո սպառազինությունը եւ պատերազմենք։ Ասում ենք Աստծո բանակն ենք։ Ոնց է այդ երգը։ Աստծո բանակն է։ Դժոխքին ենք, չէ՞ երգում։ Աղտելով դժոխքին, հալելույա։ Էհա, հետո երգելով ու մենակ չի այ ժողովուրդ ջան։ Ինչ լավ կլեր մենակ երգերը վլներ ամեն կիրակի հավաքվենք, մենակ երգենք, всё, սա խնդիրները դզվեր փրկվեր։ Սաղ օրը երգելով էլ չենք բնապրծնի։ Բայց տենց չի ժողովուրդ ջան։ Այո, նաև երգելով, սխալ չհասկանաք, Աստծո ժողովրդի երկրպագության մեջ ասում Աստված բնակվում, միանշանակ։ Այո, հենց շատ ժամանակ այդ իրավիճակների մեջ է, որ պետք է լացելու տեղը կանգնես ու սկսես երկրպագել Աստծուն։ Սիրելիս, խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք, ես չեմ խոսում այն արդյունքների մասին, որովհետև ամբողջ Աստվածաշնչի մեջ մի հատ գիրք կա, որ Երեմիա ողբն է կոչված։ Այո, ողբ անելով էլ դու կարող ես Աստծուն երկրպագել։ Հարցը այդ չի, բայց այո կա տարբերություն, Աստծուն երկրպագությունից ելնելով ողբալու Աստծո զորությունը խնդրելու, թե քո խնդիրների տակ ողբալու։ Մեծ տարբերություն է։ Գործ առաքելոց 28:8-9 Այնպես եղավ, որ Պոպլիոսի, եթե ուզում ես երեխու տանջես այդ անունը կտաս, հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել պարկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։ Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին ու բժշկվում։ Հետաքրքիր է, չէ՞ ոնց բժշկություն եղավ։ Ասում ինչերը դրեց։ Հատ վերջին հայտարարությունը։ Շատ հաճախ սատանան հարձակվում է այն ամենի վրա, որը Աստված հետագայում ցանկանում է օգտագործել թագավորության համար։ Սատանան ձեռք գծեց։ Բայց այդ նույն ձեռքով Պողոսը կանգնեց, սատանային գցեց կրակի մեջ ու հետո այդ ձեռքը օգտագործեց, մարդու վրին ձեռք դրեց եւ այդ մարդը բժշկվեց։ Ու այդ բժշկությունից հետո ուրիշներին էլ բերեցին, իրանց վրա էլ ձեռքը դրեց ու իրանք էլ բժշկվեցին։ Ու երբ որ միտող էլ շարունակենք, ուղղակի հիմա չեմ գցե, ասում եմ եւ այդ ամբողջ այդ կղզի այնքան նվերներով, այնքան ամեն ինչով ապահովեցին իրանց։ Հիշում եք, չէ՞, նավից սախտ գցել էին ջուրը, ոչ մի բան, դատարկ ձեռներով եկել էին։ Ինչ էր Հիսուսը առաջ ասում ես, ասում էր գնացեք, ոչ մի բան էլ ձեզ պետք չի։ Ասում է դուք Աստծո թագավորությունը փնտրեք, ամեն բան ձեր կարիքները կհոգա։ Ասում է եւ ամբողջ լիությամբ այդ կղզուց ցողեցին գնացին։ Սիրելիս, դու հոգուտ ջերմերանտ պահի, դու փետերդ գցի, դու աղոթքով ու ծոմապահությունով կանգնի, սատանային հակառակվի, Աստծուն ամեն օր երկրպագի, ինչ իրավիճակի մեջ էլ ուզում ես լինես, ու կտեսնես, թե Աստված ոնց է սկսում քեզ օգտագործի իր փառքի մեջ, իր թագավորության մեջ, ու երբ որ այդ ամեն ինչն էլ տեղի ունենում, ապահովում է քեզ ամեն քո կարիքով, որ քեզ պետք է, սիրելիս։ Սիրելիս, խնդրում եմ, եկեք սովորենք պատերազմելը։ Ինչ խնդիր էլ գալիս է, եկեք զենքերը վեկալենք ձեռքներս։ Աստված կարար ասեր, սուրը, չգիտեմ, հռչակումները տա, սուրը բարձր կանգնել հալելույա ճվալնա, սուրը, չգիտեմ,
ծնկների վրա անգան իրար տանջվելն է, միջև ինչ-որ մի բան կատարի, չէ։ Ասում է, սուրը Աստծո խոսքն է։ Երկսարի սուրը։ Եկեք այդ զենքը վեկալենք ու միայն այդ ձեռքով պատերազմենք։ Որովհետև եթե սկսեցինք ուրիշ բաներով պատերազմելը, սկսելու ենք մեր կողքի քույր եղբայրներին վնասելը դրանով։ Եկեք մենակ այն զենքերով կռիվ տանք, որը Աստվածը սահման է որպես քրիստոնյայի հավատացյալի զենք սիրելիներս։ Հալելույա։